Ողջույն իմ փոքրիկ հեռուստադիտողներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Նաև ողջունում են ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները։ Մեր լավագույն բարեկամ SM Փղիկ խաղալիքների խանութ սրահը, որը գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգված Արտեմ Նիկոյան 14 հասցեում, կենտրոնական փողոցում։ Ողջույնները շարունակեմ, հետո կասեմ, թե SM Փղիկը ինչ է առաջարկում։ Նաև ձեզ ողջունում է մեր ժամապահ Քերին, ով շատ բարի է այսօր, մեզ լիքը եթերային ժամանակ կտա։ Ընթերցելու ենք մեր փոքրիկների նամակները, եթե ընթերցելու բան լինի, ցուցադրելու ենք նրանց աշխատանքները ու նաև գնալու ենք Սուրբ թատրոնի հեքիաթային աշխարհը, դիտելու ենք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից երկուսը։ Լավ, եթե հիշում եք, տեսեք, նկարներից մեկ այստեղ կախված է, սիրելի փոքրիկներ։ SM Փղիկը մրցույթ էր հայտարարել։ Դուք նկարում եք Քերի Մուլտիկնիկի սովորեցրած հերոսներին եւ որպես մրցանակ ստանում եք այս հետաքրքիր խաղալիքները իբրև նվեր մրցանակներ։ Գիտեք չէ՞։ Հիշեմ ինչի մասին պետք է խոսեի։ Հա, եթե հիշում եք, նաև ասացի, որ SM Փղիկ խաղալիքների խանութ սրահում, ինչպես մեր կախարդական փոստարկղը, այնտեղ էլ ունենք կախարդական փոստարկղ, ովքեր բնակվում են Նոր Նորքի 5-րդ զանգվածում, գնում են այնտեղ եւ իրենց ծրարները, նամակներն ու նկարները գցում են այդ արկղը։ Տեսեք, արդեն մի քանի ծրարներ ունենք, սիրելի փոքրիկներ, որ ես վերցրել եմ SM Փղիկ խաղալիքների խանութ սրահից։ Ես կցուցադրեմ մեր փոքրիկների ծրարները, եթե նամակ լինի այնտեղ կկարդամ, անուն ազգանունները եւ նաեւ կցուցադրեմ նրանց աշխատանքները։ Եկեք միանգամից ծրարները բացեմ, փոքրիկների աշխատանքները, նկարները ցուցադրեմ, հետո կգնանք հեքիաթային աշխարհ, հա։ Այստեղ ուրեմն Քերի Մուլտիկնիկին Զաքարյան Սուսաննայից։ Տեսեք ինչ գեղեցիկ ծրար է պատրաստել Քերի Մուլտիկնիկի համար։ Այսպես Քաղաք Երևան, հասցեն է գրեիր, Զեյթուն, Ռայնիսի փողոց, շենք 11A, բնականon 22, եթե ճիշտ եմ ընթերցում, իհարկե, Սուսաննա Զաքարյան, 6 տարեկան, այստեղ մայրիկի հեռախոսահամարն է գրել։ Սուսաննան, տեսնեք ինչ է նկարել, սիրելի փոքրիկներ։ Օ, գեղեցիկ բնություն է նկարել, արևած ծաղիկներ են այստեղ, ծառեր, շատ գունեղ աշխատանք է ուղարկել Քերի Մուլտիկնիկին։ Քերի լավ է երևում։ Ասկերուն ասում շատ լավ է երևում։ Հիմա նրա նկարը, մեր Սուսաննա Զաքարյանի եւ ծրարը կուղարկեն կախարդական փոստարկղ, սիրելի փոքրիկներ, մուլտաշխարհի հերոսներն էլ կտեսնեն քո աշխատանքը, կզարմանան, գուցե հենց դու էլ հաղթողներից մեկը ճանաչվես։ Դա արդեն մուլտաշխարհի հերոսները կորոշեն։ Ես անցնում եմ հաջորդ ծրարին։ Այստեղ ծրարի վրա գրված է Մանուկյան Լինա։ Այս փոքրիկները իրենց ծրարներն ու նկարները հենց SM Փղիկ խաղալիքների խանութ սրահում գտնվող կախարդական փոստարկղ են գցել, որպեսզի ավելի շուտ հասնի Քերի Մուլտիկնիկին իրենց ծրարը։ Եվ մեր Մանուկյան Լինա, այո, Մանուկյան Լինան նկարել է փղիկ։ Երևի հենց SM Փղիկին է նկարել, տեսեք։ Դե քանի որ փոքրիկ է Լինան, այսպիսի փղիկ է նկարել, գունեղ, հետաքրքիր։ Լավն է, բերանիկ մի քիչ վերև է նկարել։ Ես բարձր եմ գնահատում։ Կցանկանամ նաև, որ ձեր մուլտիպլիկացիոն հերոսները սիրված, նրանք էլ բարձր գնահատեն ձեր աշխատանքները։ Գուցե ձեզանից մեկը հաղթող ճանաչվի, սիրելի փոքրիկներ, եւ այս խաղալիքներից մեկի տերը դառնա։ Իբրև նվեր մրցանակ Քերի Մուլտիկնիկի եւ Փղիկի կողմից։ Այն ուղարկում եմ կախարդական փոստարկղ։ Թող մուլտ հերոսի գնահատականն լինի ձեզ համար։ Եվս մեկ ծրար եմ այստեղ բացելու Քերի Մուլտիկնիկին Քեթրին Զաքարյանից։ Երև քույրիկներ են, հա։ Քաղաք Երևան, Զեյթուն, 11A շենք, 22 բնակարան Զաքարյան։ Քեթրին 4 տարեկան։ Օ, տեսնեք ինչ է նկարել Քեթրինը։ Քեթրինը տեսնենք ինչ է նկարել, էլի բնություն էստեղ, փոքրիկ խրճիթ հեքիաթային, Քերի եթե լավ է երևում ինձ ասա։
տեսեք ինչ գեղեցիկ շատ մուլտիպլիկացիոն է։ Ես բարձր եմ գնահատում գերազանց այս աշխատանքը, ապրես Քեթրին ջան, քո աշխատանքն էլ ես քո ծրարի հետ միասին ուղարկում եմ կախարդական փոստարկղ մուլտ հերոսներին, թող նրանք էլ գնահատեն ձեր աշխատանքները եւ ասեն ապրես Քեթրին ջան, որ այսպես գեղեցիկ նկարում ես։ Ու եւս մեկ ծրար։ Հիմա Ռադադադամ բացենք, ով է ուղարկել Մանուկյան Լիան։ Լիայի ծրարը բացեցինք, այստեղ նկար է նկարել Լիան։ Օ, Լիա, այսինչ գեղեցիկ փղիկ ես նկարել։ Ես շատ բարձր եմ գնահատում քո աշխատանքը։ Քերի, ո՞նց է երևում, քեզ դուր է եկել Քերի։ Քերին ասում շատ լավ է նկարել փղիկին։ Օ, տեսնենք մուլտ հերոսներին ինչպես դուր կգա, գուցե նրանք զարմանան, հա։ Զարմանան, թե Լիան ինչքան լավ է նկարում։ Ուղարկում եմ կախարդական փոստարկղ իմ փոքրիկ բարեկամներ։ Եվ քիչ հետո, այսինքն քիչ մեկ շաբաթ հետո արդեն կհասկանաք, սա ինչ ծրար է։ Այստեղ անուն ազգանուն չկա, գեղեցիկ ծրար է, գրիչով նկարված։ Այստեղ զենքեր են, մոլորակ, դրոն, ավտո։ Երևի Սերյանի նկարած նկարն է։ Ահա Սերյանն է ուղարկել։ Սերյանին կխնդրենք, որպեսզի գունեղ նկարի, գունավոր մատիտներով, գուցե ջրաներկով եւ նոր ուղարկի Քերի մուլտիկնիկին։ Բայց աշխատանքի համար շնորհակալություն։ Այս ծրարներն ու նամակները Քերի մուլտիկնիկը ստացել է SM փղիկ խաղալիքների խանութ սրահից, որտեղ մեր փոքրիկները գնացել եւ իրենց նամակներն ու ծրարները գցել են այնտեղի կախարդական փոստարկղ։ Ապրեք դուք սիրելի փոքրիկ բարեկամներ։ Հիմա ժամանակն է գնալ հեքիաթային աշխարհ։ Մենք այսօր դիտելու ենք Հովհաննես Թումանյանի Շունն ու կատուն, Սուտլիկ ոսկանը, հեռուստատեսային հեքիաթ ներկայացումները Ծուր թատրոնի սաների կատարմամբ։ Քերի, ասում են կախարդական խոսքը եւ հայտնում հեքիաթային աշխարհում։ Մի րոպե, խոսքը պետք է ասենք նոր։ Ալ բուլդա դեպի հեքիաթային աշխարհ։ Հովհաննես Թումանյան, Շունն ու կատուն, իաու, ժամանակով կատուն ճոնն էր։ Գդակ կարեմ, ես չուզողի աչքը հանեմ, իաու։ Շունն էլ, Իաու։ գլխին գդակ չուներ։ Միայն գիտեմ ոչ որդյաց որդի, ճանկել էր մի գառան մորթի։ Եկավ մի օր, ձմեռվա մտի, կատվի կուշտը տարավ մորթին։ Իաու։ Բարաջող ու մուստափիսը։ Իաու։ Գլուխս մրսեց իսեր աստծո։ Ուֆ։ Արես մորթին ու ինձ համար մի գդակ կարի գլխիս համար։ Գդակ կանեմ, քո դշմանի աչքը հանեմ։ Վարդիդ համար նոմիտ մնա, համա շաչուշանը։ Ուֆ։ Աչքիս վրա քերի քուչի, մի գդակա հոմի քուրքչի, քո թանգա գին խաթեր համար, ուր պատորը համեցեք դար։ Փողի մասին ավելորդա, մեր մեջ խոսեին նամութա, ինչ մեծ բան է տո հերոնած, միայն մի գդակի վարձ։ Ուր պատորը համեցեք դար։ Իաու։ Ուր պատորը չմոռանամ։ Ուր պատորը, եկող շաբաթ, ուր պատորը։ Ուր պատորը քերի քուչին, ուստից առաջ բացված կուչին, թափ տալով ծանրումեց, ուստա կատվի շեմքում կանգնեց։ Ուր պատորը, այսօր ոնց որ, ուր պատորը։ Ուստեն ուրա, փափախոսուրա։ Մի քիչ կացի հրես կերևա։ Ուստեն եկավ քուրքը հագին, շանը տեսավ։ Բեղետակին իրեն քիչ փնփնթաց ու մուշտարու վրա թնդաց։ Սուրտը տարա վատ տնաշը։ Չես թողանում մի շունչ քաշենք։ Հեշտ բանոչի, հլա նոր եմ ծրծան տվել թե որ կարեմ։ Դե հերոնացը տենց ասա, այ բարկանարը տան չեսա, փող եմ տվել, վախտին կարի, թե չասեիք ու ծարի, համ ասում ես, համ չես կարում, համ խոսում ես, վրես կորում, համ, քանի աղբեր գնամ ու գամ, ուր պատորը կերի կուչի, ուր պատորը, եկող շաբաթ, ուր պատորը, ասավ քուչին ու նեղացած վերադարձավ գլուխը բաց։ Մինել եկավ։ Ուր պատորը, այսօր ոնց որ, ուր պատորը։ Դարձյալ չկար, այս անգամ դիպան իրար։ Էր ապատիվ,
El hinuno, el herumer, el gokpiso, el kachalshu. Բանը հասավ դիվան բաշուն։ Որդի, դատավորն է գալիս։ Հա, ես դատավորս, եկել եմ։ Շունը միջև գնաց, եկավ։ Շունը գնաց, եկավ։ Գնաց, եկավ։ Ուստա փեսան կոտրն ընկավ։ Գլուխն առավ ու մի գիշեր հայդե կորավ, են կորչիլներ։ Են օրվանից մինչև օրսել։ Շունն էս բանը չի մոռացել։ Մտքում հլադար պահումա։ Նյաու, որտեղ կատի պատահումա, վերաթրջում, վրա վազում, իրեն մորթին հետ ազում։ Նյաու։ Իսկ սևերես կատուն հանկարծ, ետա դառնում ու բարիկացավ։ Շացնումա, մտավ նոր եմ ծրցան տվել, թե որ կարել։ Նյաու, նյաու։ Լավ, ուրփաթորը, համեցեք տաշ։ Նյաու։ Ուրփաթորը։ Լսեցիք չէ։ Ուրփաթորը։ Ուրփաթորը, եկող շաբաթ, ուրփաթորը։ Ժամանակով կատուն ճոններ, շունն էլ ախմախ գլուխ ուներ։ Հովանես Թումանյան, Սուտլիկ Որսկանը։ Հորս կնունքով, մորս ծնունդով, ավեր կացանք մի օր 5 ու 6 հոգով, Թրով թվանքով Որսի գնացինք։ Հադիներ, ուդիներ, չոտիներ, մարտիներ, երես էր, ես էի, Գնացինք Որսի։ հու, հա, սարեր, ծորեր, դուզ գնացինք, Որտեղ Որսկար Սուսուփուս գնացինք։ որտեղ, ահեր, Կուզերկուս գնացինք։ Գնացինք շատ թե քիչ։ Միներ տեսնենք, երեք լիճ։ Երկուսը ցամաք, մնի մեջն էլ ասկի ջուր չկա։ մին էլ տեսնենք, ես անջուր լճում, ալողում են ճաչում, իրեքած սպիտակ բատ։ Երկուսը սատկած, մին էլ ասկի կենթանի չի։ հադի, տուր հատուր, Թվակ չունեմ, ահուդի, տուր հատուր, ես էլ չունեմ, չատի, մատի, Մենք էլ չունենք, բա ինչ անենք։ Հորես ձերը հաստ ու բարակ, կարճ ու երկար մի պետ կար։ Երեսն առավ նշան բռնեց մին էլ տրխկ։ Որ կրակեց։ Նա կրակեց։ Ես զարկեցի։ Որ զարկեցի։ գետին փրվեց, ամեն թևը, հին, գազուկես։ Հադի դանակ, Դանակ չունեմ, ահուդի դանակ, ես էլ չունեմ, չատի, մատի։ Մենք էլ չունենք, բա ինչ անենք։ Հերս էլ ունի, բերան չունի։ Էսավ բերան դանակը Քաշեցինք, հադին մարդետ չկարած, Ուտին մարդեց, չկարած, չատին չկարած, մարտի, չկարած, ժտել, չկարած։ ես քաշեցի, մորթեցի, ամորթեցի, վեր կծեցի, աբադ մի ասիլ, Մի գոմեշ ասա, հադին շալակից չկարած, շլակեց, չկարած, չատին չկարած, մարտի, չկարած, ժտել, չկարած, ես շալակեցի, գնացինք, Գնացինք, հասանք միտեղ, մինե, տեսնենք երեք գեղ, Երկուսի տեղը ասկի չի երևում, մնում էլ ասկի տուն չկա։ Ես անտուն գյուղում, ամիտուն գտանք, էտ տան մեջ, իրեք պարավ, Երկուսը մեռած, մնի բերանումն էլ ասկի շունչ չկա։ իսան շունչ պարավ է, դեսման եկավ, դենման եկավ, Միկես բրինց գտավ, ու երեք պաղինց, երկուսը ծակ, մին էլ ասկի տակ չունի։ տղեր, ամեն,
Ինչ ա եղի։ Հա։ Ինչ։ Ինչ կա։ Աս եկեք, բադով փլավ անենք։ Ջուրը լցինք էտ անտակ բրինձը, մեջը դրինք էտ բադն ու բրինձը, անկրան էպեցինք, էպես, բադն ու բրինձը գնացին, մնաց ջուրը, Որսից եկած, սոված մարդիկ։ վրատին կերոնք, Կերանք։ մենք էլ կերանք, ուֆ, ոչ աչներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ, ոչ աչներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ, ոչ աչներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ։ Տեսակ սիրելի փոքրիկներ, ինչ հետաքրքիր եւ զարմանալի հեքիաթ ներկայացումներ էին։ Ես գիտեմ, փոքրիկներ կան, որ այս ներկայացումը դիտել են, բայց բազմաթիվ փոքրիկ հեռուստադիտողների խնդրանքով ես նորից այն ցուցադրեցի։ Ընթերցեցինք այսօր նամակները, քերի, ցուցադրեցինք նկարները, հիշեցրինք փոքրիկների անուն, ազգանունները, դուք էլ կարող եք ձեր նամակները, նկարները, նույնիսկ պատմությունները, որ մրցույթի համար ասել է հեքիաթ ներկայացումները, կարող եք գրել, եթե դուք նոր-նորքի 5-րդ զանգվածում եք ապրում, տանել խանութ, խալիքների խանութ, այնտեղ գցել կախարդական պոստարկղ։ Պայմանավորվեցինք, այդքան շուտ կհասնի քերի մուլտիկնիկին ձեր նամակներն ու նկարները։ Նորից ուզում եմ հիշեցնել, որ SM Փղիկ խալիքների խանութ սրահը մրցույթ է հայտարարել, քերի մուլտիկնիկը, եթե հիշում եք, նկարներ է ձեզ սովորեցրել նկարել, որոնցից մեկը հենց այստեղ կախված է մեր նկարչական տախտակի վրա, արքայախնձորն ու կատուն, ես խնդրեցի, որպեսզի պատմություն հորինեք հենց դրա մասին, պատմություն կամ հեքիաթ մեկ էջի վրա, 4 թղթիկի վրա, նկարել հերոսներին եւ ուղարկել քերի մուլտիկնիկին։ Գուցե հենց դու, սիրելի փոքրիկս, կամ հենց դու, սիրելի փոքրիկս, հաղթող ճանաչվես եւ հայտնվես քերի մուլտիկնիկի արվեստանոցում, ինչպես նաեւ ստանալ այս խաղալիքներից մեկը։ Պարող նապաստակը, այնտեղ սարդ բարտն է, տղաների համար գործիքներ կան, ավտոմեքենա, ինքնակառավարվող եւ այլն եւ այլն։ Ինձ մնում է հիշեցնել մեր հասցեն, սիրելի փոքրիկներ, ովքեր ապրում են մարզերում կամ Երևան քաղաքի տարբեր մասերում եւ դժվար է նրանց գնալ 5-րդ զանգված նոր-նորքի։ Ես հիշեցնում եմ մեր ամփոփող փոստային հասցեն, Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, ձեր փոքրիկների համար անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ կարող եք վարպետանց դասեր դիտել, հեքիաթ ներկայացումներ, նույնիսկ ֆիլմեր եւ այլն։ Հա, իմիջիայլոց շմորանամ։ Բազմաթիվ շատ փոքրիկների խնդրանքով մենք վաղը եւս մեկ անգամ ուրբաթ օրը եւս մեկ անգամ կցուցադրենք Ծուր թատրոնի օրագիրը մեր փոքրիկների ֆիլմը ամառային արձակուրդների ժամանակ։ Իսկ ինձ մնում է հրաժեշտ տալ։ Ձեզ հրաժեշտ են տալիս մուլտ աշխարհի բոլոր հերոսները, մեր լավագույն բարեկամ SM Փղիկ խաղալիքների խանութ սրահը, որը գտնվում է նոր-նորքի 5-րդ զանգված Արտեմ Միկոյան 14 հասցեում, կենտրոնական փողոցում։ Վերջ մնում է հրաժեշտի խոսքը ժամապահքերուց, քերի ինչպես են հրաժեշտ տալիս։ Հաթիկով, այո, քերին ձեզ հրաժեշտ է տալիս, հրաժեշտ են տալիս մեր լավագույն բարեկամները եւ ձեզ շատ սիրող մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ քերի մուլտիկնիկը։ Միշտ նոր հանդիպում, վաղը ուրբաթ է, այո ուրբաթ, վաղը դիտելու եք մեր ֆիլմը Ծուր թատրոնի, կարելի ասել Ծուր կինո։ Իսկ հիմա միշտ նոր հանդիպում, ալբուլդա։